ձկների էրան, սկսելա վադալեի էրան։ Հիմա հոգևոր աճի ժամանակն է ու բոլորը արթնանում են։ Ու բոլորը որ արթնանում են, արդեն մատերիալին ամբողջ նյութականը մնում է անցյալում, կամած ու դու հասկանես, որ դա քիչ է։ Բոլորն ուզում են հասկանան, բա ինչի համար եմ ես ծնվել, բա ինչ ավելի բան կարամ անեմ եւ այլն։ Այդ ամեն ինչի հետ մեկտեղ կինը ստացել է շատ մեծ բացի նրանից կինը ունեցել է միշտ այդ ունակությունները, բայց իրավունքն է ստացել աշխատելու, իրավունքն է ստացել բարձր ձայնով ինչ որ բան ասելու, չհամաձայնվելու, ել չի ուզում հարմար լինի, ինքը հասկանում է, որ ինքը կարա այդ ամեն ինչը ստեղծի ինքնուրույն, պատկերացրիր, ու ամբողջ հետաքրքիրն ինչ է, կինը արթնացել է, բայց այն տեսել ես ավատարը, ավատար ֆիլմում ինքը որ արթնանում է ֆիլմի մեջ Ջեյկը, այդ նոր մարմնի մեջ, ինքը հələ չգիտի այդ մարմինը ոնց կառավարի, ուրեմն կինը շշմելու էներգիա ունի, նախ բոլորս վհուկ ենք, մենք ունենք շշմելու էներգիա, ստեղծելու ինչ ուզենք, ու անիծելու, ու ուղակի քո էներգիայով, մոր էներգիան օրինակ օրհնելու, այդ սաղ էներգիա է, պատկերացիր, ու դու հասկանում ես, որ էներգիա ունես, բայց չգիտես ոնց օգտագործես։ Սկզբից դա լինելու է դեստրուկտիվ, սկզբից լինելու է քանդող, ինքը իրան քանդող, դիմացինին քանդող, բայց ժամանակի ընթացքում ինքը կհասկանա, որ շատ ուժեղ էներգիա ունի ու կարա կառուցի ինչ ուզի, բայց երբ որ ինքը սկսի իրան հասկանալ, ինքը էլ չի ուզենա հարմարվի այդ սահմանների մեջ, որ իր համար դրել են։ Ինքը ուզում է ավելի հետաքրքիր բաներ ստեղծի, իրան չի տեղավորվում այդ սահմանների մեջ ու իրան էլ հերիք չի, ինքը էլ հարմար չի ուզում լինի, որտեղ ինքը կասում է, ես այդ ամեն ինչ ինքս կարամ ստանամ, ինչ ավելի մեծ ու հետաքրքիր բան ինձ կարաս առաջարկես։ Ուստեղ սկսում է տղամարդկանց խնդիրը։ Տղամարդկանց խնդիրը նրանում է, որ իրանք ուզում են հին սցենարով, տատիս պես, հորքուրներս, մամաս եւ այլն։ Բայց կինն էլ ասում է, ես չեմ տեղավորվում։ Ինչի համար դու փող ես բերելու, որ ես էս, իմաստը, որ ես այդ փողն էլ կարամ աշխատեմ։ Ստեղ ամբողջ խնդիրը դառնալու է նրանում, որ տղամարդը դժվար կհամաձայնվի աճելու։ Ստեղ հիմա կանգնած է տղամարդկանց աճի խնդիրը, որ ավելի լայնանան, որտեվ նայ, կինս ինձ ոնց որ դատարկ բաժակ լինի։ Ինչ դնես մեջը, 3 անգամ ավելի շատ կստանաս։ Դնես անտարբերություն, կստանաս անտարբերություն։ Դնես երջանկություն, կստանաս 3 անգամ ավելի շատ, բայց կինը պետքա լինի առողջ, որտեվ եթե ինքը լինի այն սև խոռոչի նման, չորնայ դիրայի, ինչ տաս իրան քիչ է, ինչ տաս ինքը մունաթ է, ինչ տաս հասկանում ես, կնոջ ամբողջ հիմա ֆունկցիան նրանումն է, որ ապակինվի, կինը պետք է հասկանա, որ ինքը արժանի է սիրուն միայն по праву рождения։ Հասկանում ես, ինքը չպետք է արժանանա դրան։ Կինը արթնացել է ու ամենակարևոր բանը, որ ինքը պետք է հասկանա, որ ինքը չպետք է արժանանա սիրուն։ Ես քո համար ես, քո համար ես, քո համար ես, քո համար ես, որ ինձ սիրես, որ ես կարևոր լինեմ ու թանկ, չէ։ Վարդին, որ դու նայում ես, դու չես սպասում, չէ, որ հեսա շալախոկը πάρի ու արդեն դու իրան կսիրես, դու վարդին ես, որտեղ դա վարդ է։ Աստված չէր կարա սխալվեր, ինքը արդեն ստեղծել է քեզ նենց ոնց դու կաս ու դու արդեն по праву рождения արժանի ես սիրուն։ Պատկերացրիր, դա տղամարդկանց դժվար կլինի ընկալել, որտեվ հին սցենարով դու արժանանում էիր։ Բայց երբ որ իրանք սկսեն հասկանալ, իրանք էլ պետքա փոխվեն, իրանք պետքա գնահատեն ու կնամեծար լինեն, բայց կնամեծար պետքա լինես այն կնոջը, որ արդեն իրան հասկացել է, ինքը իրան սիրում է, գնահատում է ու շատ ուժեղ էներգիա ունի տալու, որովհետև եթե վնասված լինի, ասենք ծակը լինի կամ բան ինչ դնես, թափվելու է, բայց դնես
անտարբերություն, չարություն, ծեծես այդ կնոջը 3 անգամ ավելի շատ կստանաս։ Գիշերները քեզ կանիծի։ Ու քո բիզնեսը, քո գործերը, քո ամեն ինչը շատ վատ կլինի միշտ, որտեվ ինքը դժբախտ է։ Որտեվ եթե կինը երջանիկ լինի, իր տան տառականներն էլ երջանիկ կլինեն։ Այդ ամբողջ խնդիրը։ Ու ինչու՞մն է հիմա խնդիրը։ Տղամարդը չի ուզում տրանսֆորմացվի։ Ինքը համաձայն չի, որտեղ ինքը սովորել։ Պատկերացրու, ամեն առավոտ դուրս ես գալիս, ինչ որ պուլպուլա կա, ոնց միշտ գնում էիր խմում էիր, մեկ մի օր դուրս ես գալ, տենես կռանցի կա, դրած ու գրածը 100 դրամ։ Ասում ես, ո՞նց եղավ, որ 100 դրամ, ասում են տենց, հիմա 100 դրամ է։ Բայց դու ուզում ես առաջվա նման որ լինի ձրի։ Ու սկսում ես նվաստացնել, փնովել, այդ ջուրը երբեք լավը չէր եղել եւ այլն։ Հարմար չի արդեն, որտեվ դու հասկանում ես, որ դու էլ մեծ փոփոխություններ պետք է անես քո պսիխիկայի հետ, քո մարմնի հետ, քո հոգու հետ, որ իրար համարժեք քայլեք։ Իսկ այդ հարմար չի։ Դրա համար սկսում են մանիպուլյացիաները, նվաստացումները, դրա համար սկսում են բռնի ուժով ծեծել, նեղացնել, կախել ինչ որ կրուչ հոգի վրա, որ քեզ անընդհատ հրամցնեն այն միտքը, որ դու պետք է արժանանաս։ Այդ է խնդիրը։ Բայց եթե կինը արթնանա, ապաքինվի ու ճիշտ էներգիա սկսի տրանսլյացիա անել, տղամարդը մի օր էլ տարբերակ չի ունենա, իրանց տրանսֆորմացիան էլ կսկսի, որտեվ ուրիշ տարբերակ չի լինի։